Շնորհակալություն, պարոն Հակոբյան, կարևոր հարցերի համար։ Սկսեմ արդյունաբերությունից, այո, դուք ճիշտ եք, այս տարի պլանավորում ենք եւ այդ շրջանակում էլ կունենանք մոտավորապես 3-3.1% աճ կլինի արդյունաբերության ոլորտում, հաջորդ տարի 5-7% է պլանավորված եւ սա պայմանավորված այն հանգամանքով, որ մեր ջանքերը ուղղված են նրան, որ ամուսարի հանքը նախ հանքարդյունաբերությունը պետք է զարգանա եւ հանքարդյունաբերության ոլորտում տենդենսները զարգացման են գնում, բայց նաեւ ամուսարի հանքի բաղադրիչը պետք է ավելանա եւ մենք կարծում ենք, որ 25 թվականի սկզբից ամուսարի հանքում պետք է սկսեն աշխատանքները, իսկ արդեն նվազագույնը գոնե վերջին եռամսյակում պետք է տեղի ունենանք մենք արդյունահանում եւ արտահանում, շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք, սա վերջին եռամսյակով ենք հաշվարկել, եթե կարողանանք ավելի լավ աշխատել եւ ավելի արագ աշխատել եւ ավելի շուտ, օրինակ ոչ թե, չգիտեմ, հոկտեմբերի սկզբից սկսի արդյունահանում, այլ օրինակ սեպտեմբեր կամ օգոստոսից մենք կանխատեսում ենք, որ արդյունաբերության աճի մակարդակը ավելի բարձր կլինի եւ մենք կունենանք եւ նաեւ տնտեսական աճի մակարդակը ավելի բարձր կլինի, սա առաջին հարցի պատասխանը, թե ինչպես ենք այդպես պլանավորում, նաեւ դրական զարգացումներ ունենք նաեւ սոտքի հանքի մասով, դա նույնպես այդտեղ արտացոլված է։ Ինչ վերաբերում է շինարարությանը, դուք ճիշտ եք, այս տարի շինարարությունը ընդհանրապես վերջին տարիներին շինարարությունը 15, 17, 20 այդպիսի տոկոսներով է զարգացել, հաջորդ տարի եւս զարգանալու է, ուզում եմ նշել, պարզապես տեմպերը մեր կարծիքով լինելու է շատ ավելի ցածր, այսինքն 6-7% սահմաններում, ինչը նույնպես վատ չէ, մի քանի պատճառներով։ Պատճառ առաջինը, որ ներկա ժամանակահատվածում մենք ուսումնասիրություն ենք անում ամենօրյա ռեժիմով եւ տեսնում ենք, որ շատ մեծ քանակությամբ գնման պայմանագրեր են կնքվում, սա հատկապես պայմանավորված է հիպոթեկային վարկի եկամտարկից այդ վերադարձի օրենքով, այսինքն շենքերը դեռ երկրորդ, երրորդ, առաջին հարկում են կամ դեռ հիմքն է փորվում, բայց ասենք 10-րդ, 12-րդ կամ 14-րդ հարկի բնակարանի գնման պայմանագիրը արդեն վաճառվում է եւ ուզում եմ նշել, որ բնականաբար սա նշանակում է, որ հաջորդ տարի պետք է այդ շենքը կառուցվի, 26-ին պետք է կառուցվի, երբեմն նաեւ 27-ին եւ ուզում եմ նաեւ նշել, որ այստեղ շատ կարեւոր մենք շատ կարեւոր մի որոշում ենք ընդունել, անցած տարի ազգային ժողովը ընդունել է հիպոթեկային այդ գնման պայմանագրով, երբ որ քաղաքացիները վճարում են, մենք ընդունել ենք օրենք, որը հնարավորություն է տալիս, որպեսզի կառուցապատողը չկարողանա 100%-ով օգտագործի այդ գումարը։ Սա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև եթե հանկարծ այդպիսի կարգավորում մենք ընդունած չլինեինք, եւ նույնիսկ ես կարծում եմ, որ ժամանակն է նույնիսկ այդ կարգավորումը կարելի է անգամ մի փոքր խստացնել, եթե մենք այդպիսի կարգավորում ընդունած չլինեինք, մենք հիմա շատ մեծ ռիսկերի առաջ կանգնած կլինեինք, իսկ ապագայում այդ ռիսկերը ել ավելի մեծ կլինեին, որովհետև հիմա հարյուրավոր շենքերում, երբ որ շենքերում արդեն այդպիսի, այսինքն աշխատանքները լավ թափով ընթանում են, բայց ավելի առաջանցիկ բնակարանները վաճառվում են եւ բնականաբար սա ինչքանով է, ես ինչի եմ ուզում այս օրենքի մասին ասել, այս օրենքը երաշխավորում է մեր քաղաքացիներին, որ իրենք կունենան այդ բնակարանները, որովհետեւ կառուցապատողը երբ կարող է օրինակ 50% օգտագործել այդ գումարի, երբ որ շենքի օրինակ 50%-ից ավել է ինքը կառուցապատել է, երբ կարող է 70% օգտագործել այդ գումարի եւ երբ որ այդ շենքը օրինակ 70% պատրաստված է, երբ կարող է շենքի գումարը 100%-ով օգտագործել, երբ որ շենքը ամբողջությամբ պատրաստված է, սա շատ կարեւոր է, որպեսզի մեր քաղաքացիները վստահ լինեն, որ ազգային ժողովը իր ընդունած օրենքներով այնպիսի միջավայր է ստեղծել, որ